Բարի օր ժողովուրդ ջան, Էլինա Վարդանյանի Ադրբեջան և Վրաստան այցի օրինակով ես ուզում եմ մենք տեսնենք, թե ինչքան է Եվրոպական միության արտաքին քաղաքականությունը դիսկրեդիտացնում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը որպես երևույթներ։ Այս այցի շրջանակներում տեղի ունեցածը այնքան լավ է ցույց տալիս, որ Եմեն այդ երկու շատ կարևոր երևույթներն ու հասկացությունները այնքան է փորձում ճկել և խցկել աշխարհաքաղաքական օրակարգի մեջ, որ դրանք ուղղակի զրկում է իմաստից։ Ֆինլանդիան այս տարի ղեկավարում է ԵԱՀԿ-ն և դրա շրջանակներում Էլինա Վալդենենը սկզբից այցելում է Վրաստան, միանգամից մասնակցում է հակակառավարական ցույցերին, սա ինքն է վիդեո հրապարակել Թբիլիսիի ցույցերից և իր աջակցությունն է հայտնում ընդդիմությանը և անդադար խոսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին։ Ըստ էության մասնակցում է մի ցույցի, որի նպատակն է իշխանափոխությունը Վրաստանում։ Ինձ թվում է ոչ ոք բացի եվրոպական չինովնիկներից իրեն նման բան չէր կարող թույլ տալ։ Վրացական իշխանությունները իհարկե կոշտ քննադատում են Էլինա Վալդենենի արարքը։ Էլինա Վալդենենը չեղարկում է Իրակլի Կոբախիձեի հետ իր հանդիպումը, բայց հանդիպում է Ալիևին։ Շատ հանկարծակի այն ուժը, եռանդը և քննադատ մոտեցումը, որ Էլինա Վալդենենը ցույց է տվել վրացական երազանքի վերաբերյալ, անհետանում են Ադրբեջան հասնելուն պես։ Վերադառնանք Վրաստան այցին։ Այս ցույցին մասնակցելու համար վրացական իշխանությունները իրեն մոտավորապես 1800 եվրոյով տուգանում են։ Տուգանքի ֆորմալ պատճառը անօրինական կերպով ճանապարհը փակելն էր։ Վրացական երազանքը իսկապես ավտորիտար ուժ է, վատ օրենքներ է ընդունում, ռեպրեսիաների է ենթարկում մարդկանց եւ այլն։ Վրաստանում նաև չկա նորմալ ընդդիմություն, այն պարակտված է, առանձնապես առաջարկելու բան չունի, ռեգիոններում ընդհանրապես որևէ աշխատանք չի տանում, միայն Թբիլիսի վրա է կենտրոնանում, մի խոսքով ամեն տեղից խնդիրներ կան, բայց Էլինա Վալդենենի արածը ուղղակի նորմալ չի։ Նորմալ չի, որովհետև երբ որ օտար պետության արտգործնախարար գալիս է եւ մասնակցում է հակակառավարական ցույցերին, դա կարելի է համարել ներքին գործերին խառնվել։ Ընդհանրապես կարևոր չի, որ ինքը խոսում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, որովհետև կողքի ավելի ավտորիտար, ավելի վատ երկրում ինքը այդ արժեքների մասին բացարձակ մոռանում է ու չի հիշում նույնիսկ։ Ու իհարկե մարդիկ հիմար չեն, տեսնում են, որ Եվրոպական միության նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ուղղակի բառեր են, այլ ոչ թե արժեքներ են, որ միտեղ դրանք կարելի է արտաբերել եւ խոսալ դրանց մասին, միտեղ դրանց մասին բացարձակ մոռանալ։ Սրանից եզրակացություն իմ կարծիքով պետք չի կապել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄ-ի հետ, որովհետև դրանք ոչ թե եվրոպական արժեքներ են, այլ համամարտկային արժեքներ են։